Նինո Ծմինդայի մշակույթի տան բակում նշվեց Պարի միջազգային օրը։ Օդում սավառնում էր երաժշտությունը։ Ամենուր գեղեցիկ հագնված երեխաներ էին։ Բոլորի աչքերում ժպիտ կար, ջերմություն, չնայած եղանակային ցուրտ պայմաններին։ Հավաքվել էին ոչ միայն Նինո Ծմինդայի, այլև հարևան Նախալ քաղաքի մի շարք գյուղերի պարային համույթներ, գեղարվեստական ղեկավար Մամբետ Սահարյանի ուղեկցությամբ։ Танцев был организован в 1982 году решением ЮНЕСКО в честь великого балетмейстера-хореографа, французского балетмейстера Жана Жоржа Норвера, который вошел в историю как великий отец балета. И сегодняшнее мероприятие организовано отделом образования, культуры и памятников мэрии Ниносминского муниципалитета совместно с культурным центром Ниносминского муниципалитета, в котором участвуют разные танцевальные группы как из города Ниносминда, так и из разных сел Ниносминского муниципалитета, которые представили разные танцы на армянском, грузинском языках и современные танцы. Отдел образования, культуры и памятников мэрии Ниносминского муниципалитета поздравляет всех нас с праздником, желает всем нам веселого настроения, позитива, исполнения всех желаний и всего самого наилучшего. Փառատոնը նվիրված է Պարի միջազգային օրվան։ Մենք ներկայացնում ենք Տամբովկայի նոր խուլգումոյի գամմա համույթը։ Մենք այս տարի առաջի անգամ ենք մասնակցում, քանի որ համույթը նոր է, նոր ենք դուրս գալիս մեծ բեմեր։ Համարում եմ այսօրվա միջոցառումը կայացած շատ մեծ աշխատանք է կատարվել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մշակույթի տնօրինությանը, հանձինս Գայի Ղարսլյանին եւ կազմակերպիչ Լուսինե Մզիկյանին։ Բոլոր կազմակերպիչները շատ համախմբված են։ Այսօրվա օրը կայացած է համերգը հագեցած է բազմաժանր բարարվեստով, մեր պահպանված է հայկական ազգագրական պարերը, ժողովրդական պարերը, վրացական պարերը եւ ինչու՞ չէ նաեւ ժամանակակից պարերը։ Այսօր պարարվեստը գտնվում է հուսալի ձեռքերում, շատ մեծ աշխատանքներ են կատարվում պարուսուցիչների կողմից եւ պահպանում ենք ազգայինը, պահպանում ենք ինչու՞ չէ նաև ազգային տարազները, որը հիմիկ շատ կարևոր է եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են, պարուսուցիչներին, ուսուցիչներին, ծնողներին, հանդիսատեսին, բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են եւ այսօրվա օրը համարում եմ կայացած եւ սիրտս մի փոքր լցված է թե ուրախությունով, թե հուզմունքով, թե հրճվանքով։ Շնորհակալություն։ Արդեն մի քանի տարի է ինչ Նինո Ծմինդայում պարուսուց Լուսինե Մզիկյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում այս հրաշալի միջոցառումը։ Տարեց տարի ավելանում է մասնակից համույթների թիվը։ Ինչպես գիտեք, ապրիլի 29-ը նշվում է Պարի միջազգային օր։ Այսօր եւս Նինո Ծմինդայի մունիցիպալիտետում տոներ հավաքվել էինք ամբողջ շրջանի խմբերով եւ հարակից գյուղերի խմբերով նշելու Պարի միջազգային օրը։ Մենք ներկայացնում ենք Հեշտիա համայնքը, Նռանե խումբը, մեր խմբերը ելույթ ունեցան, իմ աշակերտներին ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ, մեծ բեմեր, միշտ պատրաստ եմ ողջևորելու նրանց, իսկ կազմակերպիչներից հայտնում եմ հատուկ շնորհակալություն այս հսկայական մեծ փառատոնը կազմակերպելու համար։ Ես Զորո Հակոբյանն եմ։ Մենք ներկայացնում ենք Կոգյայի պարային համույթը։ Ես Կարեն Կարոյանն եմ։ Ներկայացնում ենք պարային Կոգյայի համույթը։ Ինչ պարով եք հանդես եկել։ Ավանդական պարային շարան։
Փոքր Արաքյալից, Էրզրում համույթից ներկայացնում էինք Փոքր Արաքյալ գյուղը եւ մեր պարուսիցը Շուշանիկ Լուլուկյանն է։ Այսօրվա փառատոնին ներկայացանք գեղեցիկ պարերով եւ բոլոր խմբերի հետ հավասար փորձեցինք ուրախանալ եւ պարել։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին եւ այս ղեկավարությանը, որ այսպեսի գեղեցիկ բաներ կազմակերպեցին, որ մենք մասնակցենք, ելույթ ունենանք եւ գեղեցիկ բեմերի բարձրանանք։ Ես Թագուհի Հովսեփյանն եմ, ներկայացնում եմ Ալաստանի պարային արձակ համույթը։ Շնորհավորում եմ բոլոր պարի միջազգային օրվա կապակցությամբ, ուրախ եմ, որ բոլորդ այստեղ եք, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։ Ինչպես գիտենք, ապրիլի 29-ին պարի միջազգային օրն էր, որը եղանակային պայմաններից ելնելով այսօր է նշվում։ Մենք ներկայացնում ենք Վիկա համույթը եւ մեր առաջին անգամն է, շատ ոգևորված էինք, շատ շնորհակալ ենք այսպիսի գեղեցիկ համերգ կազմակերպելու համար։ Հենց ուզում եմ շնորհավորել հենց մեզ, քանի որ մեր, ինչպես շեշտեցի, մեր առաջին անգամն էր եւ մենք մեր պարուսույցի շնորհիվ շատ լավ ներկայացանք եւ ուզում եմ բոլորին հաջողություն մաղթեմ։ Այսօր մենք տոնեցինք պարի միջազգային օրը, այսօր Նինոց Մինդան եւ իր շրջակա մոտ 20-25 գյուղեր տոնական տրամադրություն է, որովհետեւ մասնակիցները թվով 500 երեխա էին, 23 համույթներ եւ հույսով եմ, որ ստացվեց, իհարկե եղանակը բնությունը նույնպես մեր կողմից էր։ Այսօրվա մեր այս հավաքույթի հիմնական նպատակն է, որ զարգացնել մշակույթը, մի բեմի շուրջ հավաքել բոլոր մեր մշակույթի աշխատողներին, պարուսուցներին, պարողներին, գործի փոխանակման եւ ինչու՞ չէ նաեւ մեկս մեկից սովորելու համար եւ հատուկ շնորհակալություն եմ հայտնում ծնողներից, շնորհակալություն եմ հայտնում պարուսույցներից, ղեկավարներից, ովքեր Քրտնաջանի հետ միասին աշխատել են, մեր մշակույթի տանտնօրինությանը, քաղաքապետարանին, ովքեր եղել են իմ կողքին, աջակցել եւ կարողացել ենք միասնական ձևով կազմակերպել եւ ինչու՞ չէ նաեւ հանձնել մեր հասարակության դատին եւ հույսով եմ, որ տարեց տարի ել ավելի կզարգացնենք եւ ել ավելի նորություններ կմտցնենք մեր այս միջոցառման մեջ։ Ավարտվեց եւս մեկ գեղեցիկ միջոցառում, որի շուրջն էր հավաքել բազում մարդկանց։ Հավաքել էր մեկ գաղափարի շուրջ, որը չունի լեզու, ազգություն, այն ունի մեկ իմաստ, արվեստ, ու այն համարվեց ստացված։